Քանի որ մեր երկրի ղեկավարը զբաղված է իր անձնական աթոռով, հիմա էլ գնացել է Թուրքիա, որը փորձում է որպես միջնորդ հանդիսանա հայերի եւ ադրբեջանցիների մեջ եւ դրանով բարձրացնում է Թուրքիայի դերը տարածաշրջանում, պատկերացնեք ռուսին ասելա ոչ, թուրքին ասելա հա։ Ռուսի միջնորդությունը ասելա հակահայկական է, ռուսին հանելա որպես միջնորդ։ Բերելա երևի թուրքին, որը երևի հայերի կողմնա, ուղղակի մենք հայերս խաբար չենք։ Ու այնտեղից կարող է գա ու արդեն հասկանանք, որ բանավոր բաներ է պայմանավորվել, որը ապագայում իրան գցելուց հետո բերեն մեր երկրի նոր ղեկավարին դեմ տան։ Այս չի որ մենք դեմ ենք մեր հարևանների հետ լավ լինենք։ Ոնց կարա 2 միլիոն ժողովուրդը ուզենա կռվի 10 միլիոն ադրբեջանցու հետ, 80 միլիոն պարսիկների հետ, մի այդքան էլ թուրքերի հետ։ Այդ խելար պետք լինես։ Ով ասե որ մենք չենք ուզում հարաբերությունները լավանա իրենց հետ։ Բայց մենք արդարություն ենք ուզում։ Դա է մեր տարբերությունը։ Մեր շարժման տարբերությունը նա է, որ մենք արդարություն ենք ուզում։ Մենք չենք պայքարում կոնկրետ մարդու դեմ։ Մենք ուզում ենք երկիրը երկրի նման լինի։ Մենք ուզում ենք մեր երկիրը նախագահական լինի։ Մենք ուզում ենք, որ նախագահան չզբաղվի փող ծախսելով։ Դրա համար կա վարչապետ։ Նախագահան պետք է լինի մարդ, որը պետք է ապահովի անվտանգությունը թե արտաքին, թե ներքին։ Նախագահան պետք է լինի մարդ, որը որ պետք է ապահովի արդարությունը եւ բոլոր վերահսկողության գործողությունները իրան պետք է ենթարկվի։ Այդ ում վերահսկի վարչապետին ոնց է փողը ծախսում։ Իսկ մեր մոտ վարչապետը ամենաշատ փող ծախսողն է, ամենամեծ գողն է, ու ոչ մեկ իրան չի վերահսկում։ Ասում է հեծերը պետականացնում ենք։ Հանուն իրա աթոռի, որովհետև ինքը մտածում է, որ ընտրությունների ժամանակ կարող է մեկ էլ պարտադրեն հեծի աշխատողները իրանց չընտրեն, իսկ ընդ մեծաքանակ մարդիկ են աշխատում։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Ընկելա մեր, ասենք, բիզնեսմենների հետևից, ասենք Սամվել Կարապետյանի հետևից հանգե։ Ինչ է ասել Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը ասել է մենք կմիջամտենք մեր ձևով։ Հիշեք, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է ասում, որ ինքը հեղափոխություն արել։ Ինչ է նշանակում հեղափոխություն։ Դա ակնհայտ հայտարարություն է, որ ինքը օրենք է խախտել։ Ակնհայտ հայտարարություն է, որտեղ հեղափոխությունը չի կարա լինի օրենքի սահմանում։ Ինչ է անում մեր երկրի ղեկավարը։ Վիրավորում է մեր քաղաքացիներին։ Չկա որևէ մի երկրի ղեկավար, որ իր քաղաքացուն վիրավորի։ Չկա այդպիսի աշխարհում, ես չգիտեմ, բոլորն էլ Facebook-ում գրում են, բոլոր երկրի ղեկավարները, հա, ինչ որ գնահատականներ են տալի, գուցե իրենց քաղաքացիներին, բայց վիրավորանք ոչ մեկի բառերի մեջ չկա։ Մեր երկրի ղեկավարը հրաման է տալի, ասում է գնացեք սրան քաշ քշելով պարկացրեք ասֆալտին բերեք, եթե հրամանը չեն կատարում, այդ մարդկանց գործից հանում են։ Ակնհայտ օրենքի խախտում է, իր գործառույթների մեջ դա չկա։ Ինքը իրավունք չունի ԱԱՑ-ի տնօրենին հրաման տա, ասի գնացեք կալանավորեք։ Չկա իր իրավունքների մեջ, ինքը իրավունք չունի պաշտպանության նախարարին հրաման տա։ Ինքը գերագույն գլխավոր հրամանատար չի։ Քննիչները սկսել են հասկանալ։ Չեն նկարում մարդկանց վրա գործեր։ Ինչ նկարեն։ Ին վրա գրել են պաշտպանության նախարար է մեղել։ Մեղադրանք են ներկայացրել։ Պաշտպանության նախարարին մեղադրանք են ներկայացրել, որ ինչ որ մայոր ինձ հաճոյանալու համար պայմանագիր է կնքել ինչ որ ձեռնարկության հետ, որը ինչ որ ձևի իմ հետ կապ ունի, $4000 տարեկան։ Պատկերացնում եք,
Պաշտպանության նախարար էի, այդ չասած 4000 $-ներ։ Եթե ես ուզենայի այդ հիմնարկին չէի կարա ցույցում տայի, որ մի $20 միլիոն պայմանագիր կնքեին։ $650 միլիոն բյուջե ունեի, $4000 պետք է ասեի տարեք կնքեք։ Պարզ չի որ նկարած է։ Ուզում եմ ասեմ, մարդիկ չեն ուզում նկարեն, որտեվ հասկանում են, որ իրանք սրանց վաղճանը եկել է, օրը գալիս է, եւ վաղը միսօր Կարապետյան Արշակը դառնա երկրի ղեկավար, այդ քննիչներին պատժելու է այդ թվում, ու ավելի խիստ քան Նիկոլին, որին ցուցում է տվել։ Որտեվ Նիկոլին ժողովրդն է պատժելու, Կարապետյան Արշակը կարող է չհասցնի։ Բայց այդ քննիչներին, ով որ այդ շեստորկեքին, ով որ զանգով մարդուց վրա քրեական գործ են կառուցում։ Հետո տանում են դատարան, 3 տարի մարդուն նստեցնում են, տանում են դատարան։ Վկաներին բերում են, որոնք ստորագրել են գործում։ Վկան ասում է, ես ոչ քննիչ եմ տեսել, ես իմ ստորագրությունը չի։ 10 վկա են բերել, 10-ից 10 ասել են։ Կոնկրետ գործ է։ Գեներալ Հարությունյան Արայիկի մասով։ 10-ից 10 ասել են, մենք քննիչ չենք տեսել, մենք ցուցում չենք տվել, մեզ խեք բերել դատարան։ Այդ քննիչին հիմա գործից ազատել են, որտեղ իր հանդեպ քրեական գործ է հարուցվել, ապացուցվել է, որ նկարած է։ Ու բոլոր քննիչներին դա է սպասում։ Բոլոր քննիչներին, ով որ նկարում է, եւ կլինի ԱԱՑ-ի ծառայող, կլինի օպերատիվ ծառայող, կլինի ոստիկան, բոլորի հանդեպ ժողովրդը հարց է տալու բոլորին, նկարելու համար։ Տաշիր Սամոյի վրա գործ են հարուցում, լավ է, Տաշիր պիցան ինչ արե։ Ամեն այդ կաֆե մի 30-40 հոգի հասարակ տղեկ են աշխատում, ինչի՞ է փագե։ Ինչի՞ համար։ Այդ Տաշիր պիցան պետությանը ինչ վնաս է տվել, լավ է, դե հարկային խնդիր կա, դուք անել եք թող մուծի, ինչ եք փագե Տաշիր պիցայի կետերը։ Ես նայեք, ես Կարապետյան Սամվելի հետ ոչ մի կապ չունեմ։ Խոսքը արդարության մասին է։ Հայաստանում գործող օլիգարխները ասոցիացում են 5 ղեկավարների հետ։ Եվ դա իրողություն է։ Ժողովուրդը դա գիտի, դրա էլ դուրս չի գալի։ Նիկոլին մի բան է հաջողվել։ Մենք բոլորս ենթարկվում ենք օրենքին, ինքը չէ։ Ասեմ ինչ է կատարվում։ Մենք բոլորս ասում ենք օրենքը սենց է ասում, չանենք, ինքը չէ։ Ի վերջո ստացվում է, որ ինքն է ղեկավար։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ այն մեթոդներով, ինչ որ փորձում են Նիկոլին գցել, չի գցվելու Նիկոլը։ Ընտրություններով Նիկոլը չի գնալու։ Ներքին իրավիճակը դա ընդամենը իր կողմից հայտարարված օրակարգը, որի հետևից բոլորը ընկնում են, սկսում են հերքել կամ քննադատել եւ այլ։ Նիկոլ Փաշինյանի վախճանը կսկսվի այն պահին, երբ որ մենք բոլորս այդ մարդուն ուղակի իր ասածներին ուշադրություն չդարձնենք։ Այ իր Facebook-ում կոմենտ մի գրեք, ինքը հաջորդ օրը կդառնա ոչնչություն։ Եթե ուզում են անհնազանդություն, ապա եկեք ինֆորմացիոն անհնազանդություն հայտարարենք բոլորս Նիկոլ Փաշինյանին։ Ոչ մի կոմենտ, ոչ մի քննադատում, ոչ մի գրառում։ Անենց ոնց որ այդ մարդը գոյություն չունի։ Ու տեսեք ինքը ոնց կվախճանվի։ Իսկ երբ որ հրեշին հա քննադատում ես, այդ հրեշը ավելի է մեծանում։ Սև ուժին ինչքան հարվածում ես, քանի որ այդ հարվածն էլ է սև ուժ, ինքը ավելի է սևանում եւ ավելի է մեծանում։ Իրան պետքա շատ գրագետ ձևով, ինքը անգրագետ մարդ է, գրագետ ձևով կարելի է որպես քաղաքական գործից ոչնչացնել, զրոյացնել։
ու բերել նրան, որ փողոցում լոմով հերթ կանգնեն, որ իրենց վրեժը լուծեն, ոնց որ եղավ Կադաֆիի հետ։ Բայց այս անգամ հերթ է կանգնելու։ Նման մարդիկ, որոնք գնան կզեն հակառակորդի դեմ, հաջորդ չունեցե, զոհվել են։ Թագավորներ են թուրները ձեռներին զոհվել։ Բայց ոչ մեկ չի կզե։ Գերության մեջ են եղել, բայց չեն խոնարհվել։ Ոնց որ այսօր չեն խոնարհվում Բաքվում Ռուբեն Վարդանյանը եւ իր կողքի մեր հայ գեներալները եւ նախկին նախագահները։